Մեր Աստծո սուրբ խաղաղությունը բոլորիս։ Սիրելի Աստվածապաշտ հավատացյալ քույրեր եւ եղբայրներ, այսօր ուզում եմ խոսել Սուրբ Հոգու մեծության մասին։ Այս առավոտ աղոթքիս ժամանակ այսպիսի ուրեմն իմ մեջ զգացողություն եկավ։ Ես հասկացա, որ մի տեսակ Սուրբ Հոգուն փոքր եմ տեսնում, չգիտեմ ինչ խոսքով նկարագրեմ, խոսքերս չեն բավականացնում, երևի թե մեր բառապաշարում չկա էլ այդպիսի բառ, փոքր բառը, այսինքն աննկատ, այսպես ասեմ, շատ ժամանակ մենք չենք նկատում մեր ներսի Սուրբ Հոգուն, և շատ տրտմեց իմ ներսը, իմ մարդկային հոգին տրտմեց դրանից, ես հասկացա, որ Սուրբ Հոգուն այդքան էլ լավ չեմ ճանաչում, և այդ իմ ներսի տրտմությունը դրեցի Աստծո առջև և խնդրեցի աղոթքով, ասեցի Տեր, խնդրում եմ քեզ, օրհնիր իմ մարդկային միտքը, իմ մարդկային հոգին ու սիրտը, որ ես հասկանամ Սուրբ Հոգու մեծությունը, ճանաչեմ և հասկանամ Սուրբ Հոգու մեծությունը, գնահատեմ և այո, Սուրբ Հոգին մեր մեջ եկել է, որ մենք օգտվենք նրա օգնությունից։ Սուրբ Հոգին ըստ Աստծո խոսքի մեր օգնականն է։ Սուրբ Հոգին այն հոգին է, որի համար Հիսուսը խաչը բարձրացավ, խաչի վրա մահացավ, թաղվեց և երրորդ օրը հարություն առավ, երկինք համբարձվեց, որ Սուրբ Հոգին, խոստացված Սուրբ Հոգին գա մեր մեջ։ Սիրելիներ, ուղղակի հորդորս է, որ այս հոգսաշատ կյանքում չհեռանանք Աստծո Սուրբ Հոգուց, այսինքն նաև Աստծո խոսքը այսպես է ասում է հոգին մի լռեցրեք, հոգին մի մարեք։ Ես այդ խոսքի իմաստը այսօր առավոտ խորապես հասկացա, որ ինչ է նշանակում հոգին մարելը։ Այսինքն եթե մենք մեր բերանը չենք բացում, որ Սուրբ Հոգուն թույլ տանք, որ նա աղոթի, այդ դեպքում Սուրբ Հոգին օրըստօրե, ժամ առ ժամ, այսպես մարում է մեր մեջ, լռում է և մեր հոգսերը, մեր խնդիրները այդպես էլ մնում են չլուծված։